Մուրադյանը, Սամվել Մուրադյան մոտեցեք կենտրոնական ռայոնի, ներկայացվել է Հայաստանի Հանրապետության անձնագիր համար AS0380715 Մուրադյան Սամվել, վրեժի Մուրադյան Սամվել, ձեզ պարզաբանում է, որ դուք որպես վկա եք հանդես գալիս, դա նշանակում է, որ պարտավոր եք տալ ճշմարտացի ցուցմունքներ, սուտ ցուցմունք տալու համար, ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Պարզ է։ Անուն ազգանուն ստորագրություն։ Միևնույն ժամանակ պարզաբանում եմ, որ իրավունք ունեք ցուցմունք չտալու ձեր ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեկը ենթադրվի, որ այդ ցուցմունքները օգտագործվեն ձեր կամ այդ անձանց դեմ։ Պարզ է։ Ում եք ճանաչում ներկա գտնվող անձանցից։ Սերգեյ։ Ինչ հարաբերությունների մեջ եք։ Ընկերական։ Հիմա կրկնեք, որ ես Սամվել Մուրադյանս։ Ես Սամվել Մուրադյանս։ Ցուցմունք տալուց ասելու եմ ճշմարտությունը։ Ցուցմունք տալուց ասելու եմ ճշմարտությունը։ Եվ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Եվ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Շատ լավ։ Առաջինը ձեզ հարցեր կտա պարոն Հովհաննիսյան։ Դուք գիտեք ինչ գործի համար եք գրավել դեպակարան։ Ոչ։ Իսկ նախաքննական մարմինը Այո։ Ինչ մասն ինչ հարցերի վերաբերյալ։ Մկրտչյան Սերգեյի վերաբերյալ կանչելից կանչական։ Ինչ-որ ինչի համար եք գնացել։ Խոսքը հարցեր ինչի համար եք իրար հետ գնացել ես ինչտեղը։ Չէ, մի պատմեք, ինչ եք ընդեղ ասել։ Գիտեք ինչի մասին է գործում։ Գիտեք Սերգեյը ինչի համար է դատվում։ Ոչ։ Չգիտեք։ Հարցեր տվեք։ Քիչ առաջ ասեցիք գնացել ես ինչ տեղեր եք։ Չեն ասել։ Երբանից եք ճանաչում Սերգեյին։ Սերգեյին երիտասարդ տարին։ Ես իր հետ ասենք ապրել եք այդ ընթացքում։ Սերգեյի գործունեության ապրել, համատեղ գործունեություն, ընկերություն ինչ որ։ Ընկերությունը եղել թե ընտանիքներով, թե անձնապես ես իրան գիտեմ որպես պատերազմների մի քանի մասնակից, հայրենասեր, 5 մինուտ հերոս տղա, ես տենց գիտեմ իրան։ Դուք իր հետ մարտական դաշտում եք։ Ես մարտական գործողություններին չեմ մասնակցել։ Լավ, տեղեկացնում որ Սերգեյին կասկածում են տերորիստական լավության Մի քիչ բարձ։ Ես խոսքում Հայաստանի Հանրապետության իշխանության կառավարության դեմ ինչ-որ գործողություններ կատարելու մեջ։ Տեղյակ եք դրանից։ Իհարկե ոչ։ Հիմա բացեք եմ ձեր ասած ինչ-որ տեղ գնալու հարցեր, ինչ-որ տեղ գնացել։ Այդ իրար հետ գնացել ենք Մերկելյան ինստիտուտի մոտ, ինձ տենց են հնչեք գնացել, գնացել ենք Սերգեյը մտել է ներս, մանքա տեսել եկել է ու թողը գնացել ենք դերից, մեկ էլ մի անգամ էլ գնացել ենք Բաբան Սամվելյանց տուն, իր վիրահատության համար փող ենք, մենք իրար հետ լավ հարաբերությունների մեջ ենք եղել, դեներ չանք ունեցնել։ Իսկ Մերկելյան ինստիտուտ գնալու համար ինչ հարցեր։ Գիտվել է Սերգեյը ձեր հետ ասում, որ ընկերներ եք։ Սերգեյը։ Մեզ պետք է մենք գիտենք ինչի համար ենք գնում, երկրորդն էլ պետք է հասարակական կազմակերպություն ստեղծվեր, որ նախաբանակային պատանի երիտասարդ մարդկանց նախապատրաստենք բանակային ընդհանուր ծառայական պրոցեսի։ Այս է եղել հիմնական բանը, որ ինքը ուզեցել է ստեղծի երկիր պետական հիմունքներով, ոնց որ ասենք Գովա Վարդանովի ոմանա, այդ բանով ուրիշ
ոչ մի նպատակ չի եղել։ Հիմնական նպատակը պատանիների, երիտասարդներին պատրաստել բանակի։ Այդքան բան։ Ինչ ասում եմ այն ինչ ադարան։ Սերգեյ, հարց ունեք։ Չէ։ Այլ մասնակիցները հարց ունեն դուքային։ Հա, մարդկություն ես ճիշտ հասկացա, չէ՞ որ այդ հասարակական կազմակերպություն ստեղծելու հաղթող պայմանավորված Մերկելյան ինստիտուտի մասին։ Այո։ Իսկ Սամվել Բաբայանի մոտ փող էին ուզում։ Այս փող։ Իսկ Մերկելյան ինստիտուտը ինչով կարող օգնել։ Այդ չգիտեմ։ Ինքը դեռ ծանոթներ ընկերներու։ Իսկ դուք պետք է մասնակցեի, որովը մասնակցություն պետք է ունենայի այդ հասարակական կազմակերպությունը։ Առայժմ պարզ չէր։ Ես ինչ մասնակցություն կարայի ունենայի։ Իսկ դուք զինվորական որովը մասնակցություն ունեք։ Չէ, բանակ եմ ծառայել, օֆիցեր եմ, այդքան բան։ Իսկ Սերգեյ Մուրադյանը զինվորական Սերգեյ Մկրտչյան։ Մկրտչյան։ Ինքը KGB-ի ալֆայում է աշխատել։ Իր մասնագիտությամբ ռազմետչիկա, մի խոսքով լրիվ բանակի մասնագիտացված անձնավորություն։ Իսկ երբ անցավ ծագելը, ձեզ հայտնի է, երբ անցավ։ Միտքը առաջացել, երևի մի տարի ու կես, 2 տարի առաջ։ Այդ ձեր գնալու տարի կես է։ Ուր գնալու։ Հիմիկվանից։ Իսկ հետագայում կարեկացել եք, որ Սերգեյ Մկրտչյանը մեղադրվում է։ Հեռուստատեսությամբ եմ տեսել։ Եվ փորձել եք հասկանալ ինչ է, ինչ է։ Հետո ինձ կանչեցին հատուկ քննչական ու այդպես։ Իսկ ձեր հետ երբևէ քննարկումներ, խոսակցություններ ունեցել է իշխանությունների կամ նրանք ձեռացնելու ծրագրերի հետ կապված։ Երբեք։ Նրա քաղաքական դիրքորոշումների մասին տեղեկացվածություն ունեք։ Քաղաքական դիրքորոշումը իր հայրենիքն է, հայրենիքի պաշտպանությունն է, մատաղ սերնդին հայրենասեր դաստիարակին։ Շնորհակալություն ձեր հարցակցությունը ավարտված է, կարող եք քննարկել։ Ես Քանի որ այսօր այլ անելիք չունենք։ Ես ուզում եմ մտակ պատվական դատարանից մեկ խնդրեմ ապօրինի գրավոր կերպով ներկայացնում եւ բանավորություն ներկայացնել ծառայական կլինիկայցելու վերաբերյալ պատվական դատարան հայտնում են, որ այցելությունները տեղի են ունեցել եւ դրանցով պայմանավորված շարունակական բուժում է ստանալված դեպքերները եւ ներկայումս նաեւ այդ անհրաժեշտություն, որպեսզի վերջինս նույնիսկ կոմպետենտական կլինիկա այցելի նաեւ թվականի սեպտեմբերի 17-11-22-24-ին ժամը 11:00-ից 17:00 հատվածում Այդքան երկար ատամին ինչ միջավայր։ Չէ, այս բաներն է, էլի, կլինիկային հարմար օրերն ու ժամը։ Կլինիկան է տան մոտ էր։ Չէ։ Ինչքան գիտեմ, ռեժի քոչեր փոխել է։ Հա, Չէ։ տան մոտ չի, դրա չէ քոչեր։ Օրբելի չէ ցավը։ Ոտքի կա։ Քոչալը ելնա։ Բաղարշ խաշնել բան։ Մոտիկ այլ հեռու չի։ Տեղական կառավարման պատվիրակության նույն կլինիկայի Ինչ միջամտություն են անում, վաստիան իմաստներ Ամների երացում իստակա հարախակալասնի խոսքով պատվանքա։ Ուստեղ նշված է լավ պատվիրակության, որ ատոմնաշարի ամբողջական զննում, շապիկների տեղադրում, վերականգնում, հեռացում, իմաստության ատոմների վիրահատական հեռացում, կարիեսի բուժում, ատոմնակարերի թափանակալը կանոնների։ նստեք մոտ հասկանալ 11-ից 5-ը ոչ մի ատամնաբուժ այդքան երկար միջամտություն չի արել։ Չէ, այն ժամերի ժամանակահատվածն է, որ ինքնին կարող են ընդունել պատվիրակությունը։ Մենք կարանք թույլ տանք օրերը 3 ժամով որ բացակայել։ Հատեկուս, ես թվում եմ հրգավարը։ Իսկ կարող է մի անգամից գրենք 11-ից մինչև 12-1 մինչև 2 օրինը։ Նորմալ է դա։ Երևի իրան ժամանակ պետք է անհասնեն։ Իրենք դες են դրել։ Դե հիմա այս 17-ը վաղն է, ես էլ չես հասցնի հարմարացնես։
Դատանը թույլատրում է, որպեսզի Վազգեն Մոսկալյանը տնային կարգի տակ գտնվելու ժամանակ ամսի 19-ին, 22-ին և 24-ին 11-ից մինչև ժամը 2-ը բացակայի տանից համապատասխան բժշկական հաստատություն այցելելու նպատակով ձեզ չհարցրեցի, առողջություն չկար, չէ՞, հարգելի ունկնդիրներ, շատ լավ, շնորհակալություն նստեք, 19, 22, 24 Հեռախոսը Պարոն Քալաշյանյան գնավոր դիմում գրասենյակով գրեք մենք մի հատ նայենք վերևը այդ հեռախոսը մյուս իրեղեն ապացույցների մեջ չի որ որոշեք ճակատագիրը եթե իրեղեն ապացույցների մեջ չի կհանենք տխան չէ լինում է որ մեկը նույն փաթեթի մեջ է լինում եթե առանձին է կզանգենք կգա կդարձ հաջորդ դատական նիստի օրն է նշանակված դա հոկտեմբերի 3-ին ժամը 16:30 րոպե։ Այսօրվա դատական նիստը հայտարարվում է ավարտված։ Ռեզանքը գայթում Պարոն Հարությունյան, վկաների հարցաքննության փուլը կարծեք մոտենում է ավարտին, քանի վկա է մնացել։ Մեկ վկա է մնացել, հաջորդ դատական նիստին ևս նրան կհարցաքննենք, ըստ էության վկաների զանգվածը ամբողջությամբ սպառված է լինելու։ Ըստ ձեզ այն հարցաքննությունները, որոնց այսօր ականատես եղավ նաև մեզ դիտողները, ինչ կփոխեն այս գործի քննության մեջ եւ առհասարակ այս գործի մասին, որը իշխանությունների կողմից նույնիսկ հավասարացվել էր հոկտեմբերի 27-ին։ Դե տեսեք, ինձ թվում է իրականում այս ամբողջ պաշտպանական կողմի վկաների դատակոչման ու հարցաքննության արդյունքում բոլորի համար, այդ թվում նաև 3-րդ անձանց համար, ձեր հեռուստադիտողների այսպես ասած, ձեր հետևորդների համար պարզ է դարձնում, որ հոկտեմբերի 27-ի հետ համեմատությունը ծիծաղից բացի այլ բան չի կարող առաջացնել։ Դա առաջին հերթին եւ ինչը ավելի կարեւոր է, ըստ էության այդ վկաների հարցաքննությունով ցույց դրվեց այն իրավիճակը, որ մենք ըստ էության հանցագործության դեպքի հետ էլ անգամ առնչություն չունենք, հա, այսինքն այս քրեական գործը ըստ էության ոչ մի բանի մասին է, վերաբերվում է հասարակ անձանց մի քանի հոգու քաղաքացիական տարբեր գործունեությունների հետ, որոնք որ դատախազության կողմից խառնվել են իրար, ներկայացվել են որպես մեկ միասնական գործունեություն եւ մեկ-երկու քաղաքական հայացքներ էլ գումարվել են դրան ու ասվել է թե ահաբեկչության նախապատրաստման դեպք է բացահայտվել, մինչդեռ ոչ թե ահաբեկչության, այլ ընդհանրապես որևէ հանցագործության մասին խոսք լինել անգամ չի կարող։ Ամեն դեպքում կան թռուցիկներ, որոնց վրա շեշտադրում էր կատարվել այս գործի առնչությամբ դուք ասել եք, որ հաջորդ դատական նիստերին պարզ կդառնա այդ թռուցիկները, թե ինչքանով կապ ունեն գործի հետ կամ չունեն։ Ի վերջո այդ թռուցիկները ինչի մասն է, ես ուզում եմ հիշեցնել այդ դարանակալում, չգիտեմ, այդտեղ ձևակերպում կար եւ նաեւ ընտանիքը երկրից դուրս հանելու մաս։ Տեսեք, դա ոչ թե թռուցիկներ էր, այլ մեկ թուղթ էր, հա, մեկ թղթի կտորի վրա արված գրառումներ էին, որոնց հեղինակի վերաբերել ստույգ անհատականացումը հնարավոր չի եղել վարույթի ընթացքում, բայց այնուամենայնիվ դրա վերաբերյալ մանրամասն դիրքորոշում, մանրամասն մեկնաբանություն կներկայացվի մեղադրյալների հարցաքննությունով, քանի որ ըստ էության այդ փաստաթղթի կազմումը վերագրվում է հենց մեղադրյալներին, ասում են թե վերջիններս են կազմել ու իրենք էլ մեկնաբանում են, թե դատախազը մեկնաբանել է, թե ինչ է նշանակում դրանում արված այս կամ այն գրառումը։ Ձեզ ինչ է հայտնի։ Այն ինչ ինձ հայտնի է, ձեզ կհայտնվի մեղադրյալների կողմից իրենց ցուցմունքով։ Հաջորդող երևի ոչ մյուս դրան հաջորդող դատական նիստով։